տարբեր ձևերով են ապրում։ Ոմանց երբեմն պահի տակ թվում է, որ նրանք ձգտում են փոփոխությունների, այնուամենայնիվ ճնշող մեծամասնությամբ մարդիկ նախընտրում են որոշակիություն եւ կայունություն։ Ավաղ, ինչու, որովհետեւ որոշակիությունը նսեմացնում է եւ փոքրացնում է ամբողջը, իսկ այդ երբ որ փոփոխություններ այլևս չկան, այդ կայունությունը կտրում է թռիչքները եւ բացառում դրանք։ Սա մի կողմից, բայց մյուս կողմից մենք ընկալում ենք, որ դա փաստ է, ու այնուամենայնիվ, քանի որ աշխարհը մշտապես մեր կողմից է, յուրաքանչյուր մարդու կյանքում այս կամ այն ձևով միևնույնը երբեմն հայտնվում են ոչ միայն խաչմերուկներ, այլ նաև մեծ ճամփաբաժաններ, հնարավորություններ, այն շանսեր մեծագույն ձևով փոխելու սեփական կյանքը։ Եվ հենց այդ պահին, չգիտես ինչու, մարդիկ սկսում են փնտրել լուծումներ, եւ թվում է, որ խնդիրը ճիշտ պատասխան գտնելու մեջ է, բայց իրականում ոչ։ Եվ նույնը որոշակի ձևով այժմ աշխատում է նաև մեր հայրենիքի հետ, այդ նույն թվարկված փաստը, երբ որ մենք սկսում ենք մտածել, որ մեր խնդիրը ճիշտ լուծման բացակայությունն է, այլ ոչ իրականում այլ բան, եւ թե ինչ այլ, մեզ նորից օգնության են գալիս ձայներ պատմությունից, եւ պատմությունից ձայները ոչ միայն փոխանցում են պատասխաններ, այլ նաև երբեմն հենց դրդում են վճռականությանը, այն հիմնարարը, որ մեզ իրականում պակասում է առնվազն։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Մարդկանց, որ որոշում են գործել, սովորաբար բախտը ժպտում է, եւ հակառակը, բախտը հազվադեպ է ժպտում նրանց, ովքեր շարունակաբար կարկամում եւ հապաղում են։ Հերոդոտոս։ Հերոդոտոս Հալիկարն ասեցի, հին Հունաստանի պատմիչ, աշխարհագրագետ եւ ազգագրագետ։ Ցիցերոնի արտահայտության շնորհիվ մինչ այժմ ճանաչված է որպես պատմության հայր։ Հերոդոտոսի համապարփակ աշխատությունը բաղկացած 9 հատորից ամենահարուստ պատմական աղբյուրներից մեկն է։ Հերոդոտոսն իր աշխատություններում զգալի տեղ է հատկացնում նաև հայերին ու Հայաստանին։ Այս խիստ օգտակար արտահայտությունը իրականում ակնհայտ է եւ նորից հենց դրա համար է, որ մենք հասկանանք, որ այն փնտրտուքի մեջ, որ շատ հաճախ մենք տարբեր իրավիճակներում, թե ամբողջ Հայաստանի, թե ընդհանրապես աշխարհի եւ թե սովորական փոքր մասշտաբներում կյանքի ուղին ընտրելու, անձնական փոխհարաբերությունների, աշխատանքի եւ այդպես շարունակ, շատ հաճախ մարդկանց թվում է, որ նորից խնդիրը այդ ճիշտ լուծում գտնելն է, բայց այս արտահայտության հիմնարար խորհուրդը հենց դա է, որ ոչ, դա չի հարցը, այլ կարողանալ վճռականություն դրսևորել, կարողանալ հանդգնությամբ այնուամենայնիվ իրագործել այն, ինչ որ մտածել ես։ Մենք իհարկե իսպառ չենք ասում, որ կշռադատելը, վերլուծելը, ճիշտ լուծում փնտրելը սխալ է։ Իհարկե ոչ։ Այնուամենայնիվ, ճնշող մեծամասնությամբ մարդկանց կյանքում հենց այդպես է լինում է։ Փնտրելով ճիշտ լուծումներ ու շատ հաճախ իրականում գտնելով այն, մարդիկ չեն վճռում գնալ փոփոխությունների։ Եվ դրանից գալիս են այն մեծագույն անդադար հիասթափությունները, եւ որից էլ գալիս է այդ կորստի զգացողությունը, որ գրեթե համատարած է ամբողջ աշխարհով հանդերձ։ Եվ այս արտահայտությունը օգնում է մեզ հենց այստեղ գտնել լուծումը, որ մենք ունակ ենք կամ գոնե ունակ պիտի լինենք, մի կողմ դնելու մեր ամբողջ կասկածները, մեր ամբողջ վախերը, մեր խնդիրները, որ հանկարծ ինչ-որ մի բան տապալվի եւ այլն, եւ վճռականությամբ առաջ շարժվել, ու այդ ժամանակ հենց հաջողությունը սկսում է ժպտալ մեզ։ Այդ ժամանակ հենց մենք կարողանում ենք մեծագույն ճեղքումներ ունենալ մեր կյանքում ու դրանով փոխել նաեւ աշխարհը։ Եվ այդպես նույնը այժմ մեր հայրենիքի հետ է։ Մենք տարիներ շարունակ ու հատկապես այս վերջի 4.5 տարվա մեջ
անընդհատ փորձում ենք ինչ-որ բաներ կշռադատել, ծանր ու թեթև անել, անընդհատ ինչ-որ լուծումներ ենք փնտրում, բայց իրականում կարկամում կաշկանդում ենք մենք ինքներս մեզ առաջին հերթին, անընդմեջ տոգորված ենք վախերով, կասկածներով եւ դրանով անդադար կորուստներ ենք ունենում։ Մեր խնդիրը հենց սա է, այս արտահայտության համապատասխան կարողանալ ամբողջ ջանքերը, ամբողջ ճիգերը գործադրել, որպեսզի վճռականությամբ առաջ գնանք, հանդգնենք ճեղքերու այս ամբողջ իրողությունը եւ այդ ժամանակ հենց մենք կկարողանանք վերագտնել մեր մեջ մեր հնագույն զորությունը, որպեսզի լույսը երբեք չմարի։